Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր ունենք հյուր, այսօր մեր հյուրն է քաղաքագետ Էդվարդ Անթինյանը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Անթինյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը, ճիշտն ասած, մի փոքր վերջի պահին փոխվեցին հարցերը, քանի որ Իրանը հարվածներ հասցրեց Նախիջևանին, եւ կարող է սա դառնալ լայնածավալ պատերազմի նախանշան Ադրբեջանի եւ Իրանի միջև։ Դա մեզ համար լուրջ խնդիր առաջացրեց, որովհետև Իրանը, որ երկրներին, որ հարվածել է ամերիկյան բազաներին, կամ ոչ միայն բազաներին, նավթավերամշակման օբյեկտներին եւ այլ, ինքը ընդունել է, որ ինքն է հարվածել, չի թաքցրել, ասել է իմ նպատակը ձեզ հարվածելը չի, այլ ամերիկյան օբյեկտներին հարվածելն է։ Բայց նաև Օրմուզի նեղուցը փակելով, Պարսից ծոցը փակելով, այսինքն շատ լայնածավալ հակահարձակման էր անցել ինքը։ Բայց ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ինչ վերաբերվում է Թուրքիայի Ինջերլիկ բազային հարվածելուն, Իրանը կտրականապես հերքում է, որ ինքն է հարվածել։ Այդ դեպքում հարց, ինչու ինքը չի վերցնում իր վրա այդ պատասխանատվությունը եւ չի ասում, որ ինքն է, որովհետեւ ընդհակառակը ասում սա սադրանք է, անգամ մեղադրում է, որ կարող է դա Իսրայելի սադրանքը լինել։ Մանավանդ մենք հիշում ենք 12 օրյա պատերազմի ժամանակ, որ Իսրայելը Իրանի տարածքում ժամանակին պահեստավորել էր դրոններ եւ հարվածներ էր հասցնում հենց Իրանի տարածքից։ Այսինքն ուզում է Իրանը ասի, որ դա կարող է նաև Իսրայելի սադրանքը լինել։ Ինչու է դա ինքը անհանգիստ, որ դա այդպես անընդհատ ցանկանում է արդարանալ, եւ ինչու է այդպես ագրեսիվ արձագանք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Թուրքիան էլ Ադրբեջանին ասեց. «Քո թիկունքին կանգնած ենք» եւ դատապարտում են եւ այլ, անգամ պատասխան գործողություններ կանենք, որովհետեւ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը ցանկություն չունեին Իրանի դեմ որևէ առճակատման գնալու։ Հարևան պետությունները ինչի համար, բայց լավ գիտենք, որ Թուրքիան Միացյալ Նահանգների բարեհաճության կարիքը շատ ունի եւ նաեւ գիտենք Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները։ Եվ Ադրբեջանն էլ ցանկություն ունի եւ ուղղակի եւ Իսրայելի միջոցով Ամերիկայի հետ լավ հարաբերություններ ունենա։ Այս պարագայում այնուամենայնիվ իրանք հավաստիացնում էին Իրանին, որ իրենց տարածքը չի օգտագործվի Իրանին հարվածելու համար։ Այն դեպքում, երբ Իրանը մինչև հիմա կասկածում էր, որ այնուամենայնիվ 12 օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածել են։ Պատահական չի, այս վերջի շրջանում հենց լարվածություն եղավ, ինքը օդային տարածքը փակեց Ադրբեջանի հետ, հաստատ իմանալով, որ Ադրբեջանը այնուամենայնիվ Իսրայելի շահերը կսպասարկի։ Հիմա Նախճեվանին հարվածը առիթը օգտագործվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելին ժեստ անել եւ ասել. տեսեք, մենք չենք Իրանի դեմ առճակատման գնում, Իրանն է մեր դեմ հարձակվել, մենք ստիպված պատասխանում ենք։ Այս է խնդիրը, որը ինչի է մեզ համար դժվարություն առաջացնում։ Հայաստանը մինչև վերջերս Իրանին հավաստիացնում է մեր ռազմավարական դաշնակից լինելը, անգամ այս հարվածներից առաջ Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում էր Իրանում եւ բոլոր տրամաչափի պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցավ, հազար ու մի խնդիրներ քննարկեցին ռազմատեխնիկական համագործակցության, ոնց որ նույնիսկ չնկատեին, թե մթնոլորտում ինչ է տիրում։ Եվ ստացվեց այնպես, որ հիմա Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են Ամերիկային ասել, տեսնում ես Հայաստանը Իրան դաշնակիցն է, բերեք Հայաստանը կտրենք Իրանից, որովհետեւ հիմա առավել եւս, որ Ամերիկան ասում է կարող է մենք ցամաքային գործողությունների անհրաժեշտություն ունենանք, բայց որտեղից պետք է ունենան։ Իսկ Ադրբեջանը հիմա արդեն կարող է հանգիստ ասել, դե քանի որ ին վրա հարձակվել ես, ես էլ ինչի պետք է պաշտպանեմ դա, պատասխանեմ դրան։ Այս է խնդիրը, դա այդ ձեր ասած լրացուցիչ լարվածությունը նաև ուղղակիորեն առնչվում է մեզ։ Պարոն Անթինյան, բայց այն երկրներին, որոնք որ հարվածել է Իրանը, այնտեղ կա կամ ամերիկյան բազա, կամ պաշտոնապես հայտարարված ինչ-որ ամերիկյան աջակցություն։ Ադրբեջանի դեպքում այդպիսի բան չկա։ Հենց դա է, որ հարցը ի սկզբանե նույնիսկ Ինջիրլիկ բազայի հարվածը թուրքերը ուղղակի ասեցին, որ դե մենք օդում հարվածել ենք ինչ որ հրթիռների, դրոնների, այսինքն չէին էլ սրում, չէին էլ ցանկանում սրել։
բայց դա զուգադիպեց, երբ որ Միացյալ Նահանգները Իսպանիային ասեց, եթե դու ինձ չես օգնում, ես կապերս խզում եմ։ Այսինքն Թուրքիան մտածեց, որ նորից կարող է այդ թեման զարգացնել։ Եվ եթե Ինջերլիկի պարագայում կարելի էր ասել, որ դա Ամերիկայի հետ առնչություն ունեցող տարածքի մասին է խոսքը, ապա Նախճեվանը ձեր ասած ոչ մի խնդիր այդտեղ չկար։ Ոնց պետք է ապացուցեին, այսինքն ամերիկյան բազային հայտնաբերել այնտեղ։ Այդպես պատճառով ստացվում է այնպես, որ իրանք Իրանին մեղադրեցին, որ քո արած քայլը քաղաքացիական շինությունների դեմ է, քո արած քայլը Ամերիկայի բազայի դեմ չի, եւ մենք պատասխան հարված ենք հասցնելու։ Եվ հարցը նա չի, որ իրանք պատերազմի մեջ կմտնեն թե չէ։ Հարցը նա է, որ իրանք արդարացում գտան, թե ինչու իրանք պետք է Ամերիկայի շահերը սպասարկեն ընդդեմ Իրանի։ Ու չմոռանանք, որ Ատրպատականում քանի միլիոն ադրբեջանցի է ապրում, էթնիկ ադրբեջանցի։ Իհարկե, եթե մենք լավ խորանանք, ազգագրագետները կասեն, որ Իրանի էթնիկ ադրբեջանցիները նույնական չեն Ադրբեջանի ադրբեջանցիների հետ, բայց շահերը ստիպել է, որ այդ երկուսը լավ էլ իրանք իրանց նույնականացրել են։ Այնտեղ որտեղ կա փող, այնտեղ այդքան կարիք չկա շատ չարչարվել, տեսնել նույն ազգն են թե չէ։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանն էլ ասում են մեկ ազգ, երկու պետություն, թե ոնց են թուրքերն ու ադրբեջանցիները մի ազգ, դա էլ իրանց թողնենք, շահերի ընդհանրությամբ մի ազգ է։ Այսինքն հիշում եք, որ անգամ Էրդողանը կանգնեց, ասեց, որ տեսնում ենք, որ տարածաշրջանում Իրանը սկսում է ակտիվանալ, դերակատարություն ստանձնել, մտածելով, որ եթե Ռուսաստանը դուրս գա այս տարածաշրջանում, ինքը դերակատարությունն ավելացնել։ Եվ Էրդողանն ասեց, մենք ոտքի կհանենք Իրանի ադրբեջանցիներին եւ կկանխենք Իրանի իշխանությունների առաջ խաղացումը։ Այսինքն ցույց տվեց, որ նրանք մեզ համար կառավարելի են։ Այսինքն սա նշանակում է ոչ միայն դրսից իրանք կփորձեն այդ անկայունության, այլ ներսից կարող է փորձեն անկայունություն եւ նաեւ մտածեն, որ դա կարող է իրենց համար նաեւ տարածքային ինչ-որ խնդիրների դռներ բացի Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Այստեղ վտանգը նա է, որ Դոնալդ Թրամփը այս հարցում ցանկանում է, որ բոլորը իրեն հավատարմության երթում տան եւ աջակցեն։ Անկամ Մեծ Բրիտանիայից է նեղանում, թե դուք բազան մեզ ինչի չես տրամադրում։ Մեծ Բրիտանիայի պես պետությունից տես նեղանալը, այնպես չի, որ Մեծ Բրիտանիան շատ դրանից պետք է հուզվի, բայց նույնիսկ ինքը Մեծ Բրիտանիային չի ներում, որ մի քանի օր ուշացումով ինքը ասես բազան կտրամադրեմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Դուք պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե Դոնալդ Թրամփը ասի ինձ պետք է ցամաքային գործողության համար պլացդարմ կամ ինձ պետք է ուղղակի մոտիկ գտնվող բազաներ, որտեղից ես Իրանին հարված հասցնեմ։ Դա նշանակում է դա մեզ համար լուրջ խնդիր կարող է լինել։ Պարոն Աթինյան, ես շատ չեմ ուզում հեռանամ Հայաստանից, որտեվ ինձ ավելի շատ հենց հետաքրքրում է Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունները եւ վերադառնալով ադրբեջանցիների թեմային, օրինակ դուք նշում եք, որ Իրանում կա ադրբեջանական համայնք, հա, էթնիկ համայնք, որը որ մոտավորապես 10-ից 15 միլիոն է։ Բայց ոչ մեկ չի նշում, որ քաղաքական ղեկավարությունը հենց ադրբեջանցի էր, հենց հոգևոր առաջնորդը ադրբեջանցի էր, երկրի նախագահան նույնպես ադրբեջանցի էր։ Սրա մասին ինչու ոչ մեկ չի խոսում։ Որովհետև այստեղ այսպես նայենք, զուտ մենակ մտածել, որ նրանք էթնիկ ինչ ծագում ունեն, դա որոշի քաղաքականությունը, դա այդպես չի, որովհետև անգամ դրա վրա խապվեց նաև Միացյալ Նահանգները, մտածելով, որ երբ որ Ալի Խամենեին շարքից անեն, ոչնչացնեն, երկիրը միանգամից կփլուզվի, բայց այդ երկիրը ավելի խորքային համակարգային խնդիրներ ունի, որ մենակ այստեղ էթնիկ պատկանելությունը առաջի դեմքի չի որոշում իրավիճակը։ Նախագահն էլ առաջի դեմք հաստատ չի, կրոնական առաջնորդն է եւ ինչպես տեսնում ենք, ստի կրոնական առաջնորդն էլ չի, որովհետեւ ինչ որ ստրուկտուրաներով կարողացան պետությունը պահեն, այնքան չկարողացավ Ամերիկան ներսում կարողանա ցնցումներ առաջացնել, ժողովրդին փողոց հանել, անգամ ինքը ուներ իր նախապատվությունը, թեպետ ինքը ասում էր հաջորդ իշխանությունը պետք է լինի Իրանից, ոչ թե լինի Ռեզա Փահլավին, որպես թագաժառանգ Մոհամեդ Ռեզա Փահլավիի տղան, որը Միացյալ Նահանգներում է ապրում, բայց նույնիսկ այդ պարագայում չօգնեց, որպեսզի կարողանան իրավիճակ փոխեն։
Համենայն դեպս Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ծանր հարված հասցրեց Իրանին, բայց իրանց հաշվարկների մեջ սխալվեցին, իրանք հույս ունեին, որ մի օրվա մեջ կտապալեն, բայց դա տեղի չունեցավ։ Այսինքն Իրանի նախագահը, եթե նույնիսկ էթնիկ ադրբեջանցի լինի կամ հոգևոր առաջնորդը հիմա իր սպանվելուց հետո նրա տղան լինի, մեկը այդքան դա չի դերակատարություն խաղում, որտեղ շարքային ժողովրդին ոտի հանելու այլ լծակներ կա, որոնք որ ուղղակի օգտագործեն իրանց շահերի համար, օգտագործելով նաև դժգոհությունը, որտեղ Իրանը միատարր պետություն չի, ոչ միայն բազմազգ է, այլ նաև միատարր պետություն չի, մի մասը կրոնապետությանը կողմ է, մի մասը շահի կառավարմանն է կողմ, մի մասը ոչ նրան է կողմ, ոչ նրան է կողմ, այսինքն միշտ էլ այդ ներքին լարվածությունները Իրանում կա եւ կարողանում են առիթը օգտագործեն մարդկանց ոտի հանելու, բայց դա չստացվեց։ Նույնիսկ չստացվեց այս պարագայում, այսքան դժգոհությունների պարագայում, հազարավոր մարդկանց սպանելու պարագայում, տասնյակ հազարավոր մարդկանց բանտեր լցնելու պարագայում կարողացան իշխանությունը պահեն։ Իհարկե, եթե քաշային կատեգորիան նայենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայել, գումարած նաև անուղղակի եւ ուղղակի աջակցություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, անհամեմատ ավելի հզոր է, քան Իրանը, բայց Իրանին տենց հեշտ չկոտրեցին իրանք, իսկ դա մեզ համար խնդիր է այդ շարունակվող պատերազմը։ Հիմա որ դուք ասում եք ձախողեցին, հա, պլանը, դուք կարծում եք, որ Միացյալ Նահանգները խրվելու է Ռուսաստանի նման երկարատև պատերազմի մեջ, դուք այդպես եք կարծում։ Չէ, Ռուսաստանի նման երկարատև պատերազմի մեջ չի ներքաշվի, որովհետև դա ուղղակի տեղի չի ունենա մի պարզ պատճառով։ Ամերիկայի հզորությունը հնարավորություն է համեմատելի չէ Ռուսաստանի հետ, բայց ուրիշ խնդիր կա։ Մի քիչ ձգձգվելը կարող է դժգոհություն առաջացնի նաև Միացյալ Նահանգներում։ Առջևում Միացյալ Նահանգների համառընտրություններ են նոյեմբերի 3-ին։ Այսինքն Սենատի 1/3-ի ռոտացիա եւ Կոնգրեսի ընտրությունները, ստորին պալատի ընտրությունները, որը 2 տարին մեկ, հա, Սենատն 6 տարին մեկ են ընտրվում, 2 տարին մեկ ուղղակի 1/3-ով թարմացվում է։ Իսկ այս պարագայում Միացյալ Նահանգների նախագահի գործունեությունը կանխելու համար Սենատում պակասեց ընդամենը 3 ձայն։ Այսինքն կարող է եւ դնեին ու սահմանափակեն։ Իսկ ինքը գնում է ընտրության, իսկ ինքը եթե նոյեմբերի 3-ին մեծամասնություն չունենա կոնգրեսում, ինքը այս ակտիվությունը չի կարող հանդես բերել։ Հիմա եթե ինքը դա օգտագործում է որպեսի իր լիազորությունների շրջանակում հատուկ ռազմական գործողություն եւ մեծամասնությունը Սենատի իրան պաշտպանեց, վաղը Սենատում մեծամասնություն չունենա, կարող են ուղղակի ասել դուք լիազորությունը գերազանցել ես։ Առավել եւս պատերազմ հայտարարել չի կարող առանց կոնգրեսի։ Իսկ դա էլ այդքան հեշտ գործ չի այսօրվա վիճակով։ Այնպես էլ չի, որ Բենյամին Նեթանյահուն շատ բարձր վարկանիշ ունի Իսրայելում։ Նա լուրջ խնդիրներ ունի, կոռուպցիոն սկանդալներն էլ գումարած, Միացյալ Նահանգների նախագահը պարբերաբար միջամտում անգամ շատ կոպիտ ձևով նախագահին ասում է, ինչ եք անում, ներում շնորհեք, հանեք նրան այդ վիճակից եւ այլ, այնպես չի, որ հիացած են Բենյամին Նեթանյահուի այս քայլերով, այսինքն ինքն էլ ներսում խնդիրներ ունի։ Եթե հանկարծ ինչ որ մի բան մի քիչ երկարեց, Իրանը կարողացավ ծանր հարվածներ հասցնի Իսրայելին, դա նույնպես խնդիր է առաջացնելու։ Այսինքն ինչի է Իսրայելը այդքան շտապում, որ ասում է ժամ առաջ հարցը լուծեմ, հետո իրավիճակ որ փոխվեց չեմ կարող։ Իսկ եթե մենք այս պահին չտապալեցինք Իրանին, ժամանակն աշխատում է օգուտ Իրանի, ինչքան էլ հարվածուտի ծանր։ Վաղը ինքը իր բալեստիկ հրթիռները վերականգնեց, առաջի հարվածը հասցնելու է Իսրայելին, ոչ թե հասցնելու Ամերիկային կամ Եվրոպային։ Դրա համար հիմա այս խնդիրը այնպես չի, որ իրանք շատ մինչև վերջ հաշվարկած այդ ամեն ինչ արեցին։ Ուղղակի ժամանակ չունեին եւ ավելի ճիշտ չէին կարող չանել։ Իրանք տենց հաշվարկեցին իրանց քայլերը։ Դրա համար իրանց մեկ Տրամպը հույս ուներ, որ առաջի օրը տապալելու է։ Այդ օրը հարվածեց, ասեց մինչև երեկո զենքը վայր դրեք, ես ձեզ ներում կշնորհեմ, բայց զենքը վայր չդրեցին։ Այսա է հարցը։ Հետո ասեց կարող է 4 շաբաթ տևի, հիմա ասում է կարող է ավելի երկար տևի։ Հիմա ասենք դաշնակիցներին, հա, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը նորից пассив վիճակում է, չնայած նա պատերազմի մեջ է, բայց Իրանին օգնություն չի տալի։ Նույնն էլ Չինաստանը։ Այս ամենից հետո մենք մեր անվտանգությունը ինչպես պետք է դասավորենք։ Նախ Ռուսաստանը չէր կարող Իրանին օգնել ու հարցը նա չի, որ ռազմավարական գործընկերության պայմանագրով նախատեսված չէր, որ Ռուսաստանը պետք է զորք տրամադրի Իրանին կամ զենք տրամադրի Իրանին, ընդամենը զենքը վաճառում է Իրանի վրա, այն էլ պաշտպանական համակարգեր, որոնք շատ անարդյունավետ են գործում։ Այնպես որ որևէ մեկը Ռուսաստանից հույս չունի։ Ռուսաստանը ավելի շատ ցանկանում է Իրանի հետ կապված Ամերիկայի գործողություններով արդարացնի իր գործողությունները
Ուկրաինայում։ Այդ տեսեք ինձ ագրեսոր էիք ասում, հիմա տեսեք իրանք ինչ են անում։ Չինաստանը ինչու չի ներքաշում պատերազմի մեջ։ Ուղղակի Չինաստանը չի ներքաշում ոչ մի պատերազմի մեջ։ Չինաստանը գլուխը կախ, ինքը իր հզորությունը ավելացնում է, տեխնիկան ավելացնում է, զենքը ավելացնում է, մյուսները կռվում են, ինքը հզորացնում է։ Եվ ինչ որ առիթով էսպես է հարցը։ Չինաստանը մտածում է, որ ինքը այնքան է հզորացել, որ ինքը կարող է իրեն թույլ տալ լինել հաղթողի հետ։ Որտեղ ցանկացած պարագայում ուզենալու են իր հետ լավ լինեն։ Այդ դեպքում ինքը մտածում է, ինչին է պետք, որ դրա մեջ ներքաշվեմ։ Այո, այս Իրանի հետ կապված հարցերը հարված են նաև Չինաստանի շահերին, բայց նավթի հետ կապված խնդիր է։ Վենեսուելան մի կողմից, Իրանը մյուս կողմից, Ռուսաստանը երեք կողմից։ Այսինքն, իհարկե Չինաստանի շահերին հարված է, բայց Չինաստանը կարող է մտածել, որ պահին ինքը մտնի բանակցության մեջ եւ ում հետ։ Նույն հաջողությամբ ինքը կարող է նորմալ ձևով համագործակցի Միացյալ Նահանգների հետ, ասի ես համաձայն եմ իր հետ համագործակցենք եւ այնպես չի որ Չինաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են։ Չինաստանը պարզ ասած Ռուսաստանի շալակին նստած է։ Ռուսաստանը շատ առանց Չինաստանի որևէ բան անել չի կարող։ Չինաստանին է տրամադրում հսկայական տարածքներ, Չինաստանն արդեն այդ տարածքները վերցնում է, արդեն համարում է, որ դա իր հին պատմական տարածքն այլևս չի վերադարձնելու։ Չինաստանը առաջավոր տեխնոլոգիա Ռուսաստան չի մտցնում, մտցնում է այնտեղ այն ապրանքները, որ իրան ձեռնտու է մտցնել, տանում է այն հումքը, որ իրան ձեռնտու է տանել։ Այսինքն այս պարագայում ինքը չի գնալու արճակատման, որովհետև կարող է մտածել, որ կողմը կհաղթի, ինքը կլինի հաղթողի հետ։ Հիմա ես հետևելով ձեր եթերներին պարզեցի, որ դուք դեմ եք Տրամպի ճանապարհին, հա, Սյունիքի ճանապարհի մասին է խոսքը։ Այս դեպքում, երբ որ մենք չունենք ոչ մի դաշնակից, ռազմական ուժն էլ նենց լավ վիճակում չէ, ինչպես եք պատկերացնում առանց Տրամպի ճանապարհի, հա, մենք կարողանայինք այդ ճանապարհը պահել կամ նենց անեինք, զսպեինք, որ ադրբեջանցիները ուժով չխլեին մեզանից Սյունիքը։ Այդպիսի խնդիր։ Եթե Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ունենա ռազմաքաղաքական, տնտեսական փոխշահավետ երկարաժամկետ համագործակցություն, եւ դա պայմանավորված չլինի օրվա ադմինիստրացիայով Հայաստանի կամ Ամերիկայի, առաջի ողջունողը ես կլինեի։ Առավելևս, որ դեռ 2004 թվականից, երբ որ սկսել եմ իմ հրապարակային գործունեությունը, ես մտածել եմ, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է, ՆԱՏՕ-ն է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը։ Տրամպի ճանապարհի ոչ թե Ամերիկայի հետ համագործակցությանն եմ ես դեմ։ Տրամպի ճանապարհը դա Իրանը պայմանավորվեց Տրամպի հետ, ներողություն, Ադրբեջանը պայմանավորվեց Տրամպի հետ եւ մեզ առաջարկվեց, որ սա է տարբերակը։ Մենք այսինքն դա տալով 99 տարով Միացյալ Նահանգներին, նախ սկզբից էլ տալով 74%-ը 26-ի հետ, ու նույնիսկ դա չի այդ տոկոսները 74-26, որովհետև հենց սկզբից չաշխատեց ու եկամուտները դրեցինք, բաժանեցինք, որ իմանանք ում ինչա հասնում։ Խնդիրը նա է, որ այն պայմանավորվածությունը, որը մենք Միացյալ Նահանգների հետ ունենք, դա չհանգեցրեց գործընկերության։ Մենք ներկայացնում ենք, որ ասում ենք Միացյալ Նահանգների հետ թրիփով մենք անվտանգություն ստացանք, բայց դա խորը թյուրիմացություն է։ Որտեղ ես ասում եմ, եթե մենք Ամերիկայի հետ թրիփով անվտանգություն ստանայինք, մենք պետք է ինչ-որ մարդկանց այստեղից դուրս մղեինք։ Իսկ ում ենք դուրս մղել։ Եթե Ամերիկան մտնում է Հայաստան, այդպիսի պետությունը մտնում է Հայաստան, Ռուսաստանը պետք է պատուհանից դուրս շպրտվեր։ Դուք հիմա տեսնում եք, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին դուրս են շպրտել կամ գոնե քայլ են արել այդ ուղղությամբ, բայց դա ձեզ տարօրինակ չի թվում։ Այսինքն մենք պայմանավորում ենք Ամերիկային բերում ենք, բայց շարունակում ենք պնդել, որ ուզում ենք դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, որը ցանկանում է ստեղծել բևեռ ընդդեմ արևմուտքի։ Մենք շարունակում ենք ասել, որ ռուսաստանական բազան Հայաստանում որևէ խոչընդոտ մեզ համար չի։ Մենք շարունակում ենք ասել, որ ԵԱՏՄ-ի հետ պետք է մեր հարաբերությունները խորացնենք։ Մենք շարունակում ենք ասել, որ Ռուսաստանի հետ ոչ մի խնդիր չենք ունեցել, չունենք, չենք ունենալու։ Դուք հավատում եք, որ Ամերիկան մտել է եւ Ռուսաստանը դուրս չի եկել։ Համարում եք, որ երկու Պարոն Անտոնյան, հա, լուծում է մեզ պետք։ Չէ, բադա լուծում է։ Լուծումը տեղի ունեցավ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը դեռ Միացյալ Նահանգներում ասում է, որ մենք հիմա այս փաստաթուղթը ստորագրեցինք, որը առաջի հերթին շահեկան է
Ռուսաստանի հետ հարաբերություններում, որ ասում է տեսակ ճանապարհը բացվեց ռուսական ապրանքը Ադրբեջանով մտավ Հայաստան, այսինքն արդեն մենք ունենք արդյունքը թրիպի ավելի սերտորեն հարաբերությունները մոտեցնենք Ռուսաստանի հետ։ Հիմա դուք հավատում եք, որ մենք Ռուսաստանից պոկվում ենք, գնում ենք արևմուտք, բայց ինչու մենք չենք հավատում, որովհետև եթե Ամերիկան մեզ անվտանգության երաշխիք տար, մենք ինչի պետք է Իրանին տենց սկսեինք սիրաշահել, որ գիտես, այս թրիպը քեզ էլ է օգտակար, որ սա քո համար էլ լավ է, Իրանն ասում է ես դժգոհ եմ, Ամերիկային սունիկ մի մտցնի, ես էլ ասում եմ դու չես կարող համատեղել անհամատեղելին, դու չես կարող սունիքում ճանապարհը տաս Ամերիկային, այդ ճանապարհի կոմունիկացիոն բոլոր հնարավորությունները Ռուսաստանը անի, եւ հետո Իրանն էլ ասի ես դրան դեմ եմ, ու դու կարողանաս այդ ճանապարհը աշխատացնես, դու հարցը չես լուծել։ Այս է պրոբլեմը, որովհետև եթե Իրանը չուզեցավ, իդեպ ասեմ, մենք Իրանի հետ խնդիր չունենք, բայց պարբերաբար ասել եմ, որ մենք կարող է խնդիր ունենանք, որովհետև Իրանը շատերի հետ խնդիրներ ունի։ Իսկ եթե Իրանը մեծ հետ խնդիր ունեցավ, Իրանը ավելի վտանգավոր է, քան անգամ Ռուսաստանը, որտեղ նա մեր հարևանն է, նա կարող է դրան խոչընդոտել թրիփի ճանապարհը ուղղակի չգործել։ Նրա դեսպանը գալիս է Հայաստանում եւ խոսում է ոչ դիվանագիտական ամբարտավան ոճով, մեղադրում Հայաստանին, թե այս ինչ է կանում եւ այլ եւ այլ։ Այս ամեն ինչի հետ կապը ինչ է, մենք դա չենք նկատում։ Մենք չենք նկատում, որ եթե Իրանը կանգնեց ու ասեց, այս ճանապարհը պետք է չգործի, մենք փաստի առաջ ենք կանգնելու։ Ու նույնիսկ գիտեք վատը որն է, որ ասեմ, եթե անկարծ մտածենք, որ վաղը մյուս օրը Իրանում իշխանություն փոխվեց եւ եղավ Ամերիկա մեծ իշխանություն, ոնց որ ժամանակին դա եղել է, բայց նույնիսկ այդ պարագայում մենք չենք կարող ողջևորված ասենք, որ մենք հաղթեցինք, որովհետև այդ դեպքում գոնե հակասություն չի լինի Ամերիկա-Իրան, որովհետև մենք չենք Ամերիկայի գործընկերը, Ամերիկայի գործընկերը Թուրքիան է, Ադրբեջանն է։ Եթե վաղը Իրանն էլ դառնա, դրանից մեր հարաբերությունները չի լավանալու Ամերիկայի հետ։ Մենք Ամերիկայի հետ ուղիղ չենք աշխատում։ Ամերիկան կանգնում ասում է, Կովկասի հարցերը հարավային քննարկում եմ Թուրքիայի հետ։ Եվ մենք ընդունում ենք, որ Ամերիկան թրիպի հետ կապված գնաց ներկայացուցիչը հանդիպեց Թրամփի Ալիևի հետ պայմանավորվեցին, նոր Հայաստանին ասեցին։ Նիկոլ Փաշինյանը ինքը ընդունում է, որ նախաձեռնությունն եկել է Թրամփի ադմինիստրացիայից։ Իրան ասել են սա է պետք։ Հիմա ես հետևյալը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ մի բան ուզում է, շատերը դիմադրում են, ասում են չենք տա։ Դիմադրում է Գրենլանդիան, դիմադրում է Պանաման, դիմադրում է Մեքսիկան, դիմադրում է Կանադան, դիմադրում էր Վենեսուելան, որ Մադուրոին այլապես չէին առևանգի ու տանի։ Տեսել եք, որ մեկը չդիմադրի, բայց Ամերիկան ուժով է այդ հարցը լուծում։ Ինչի ենք մեզ ուզում ներկայացնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը քնից արթնացել է եւ որոշել է Հայաստանին լավություն անի, ու մենք էլ դրա համար համաձայնվել ենք, որտեղ սա փոխշահավետ է։ Այսինքն դուք իրոք հավատում եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան բոլորի հետ արճակատման է գնում, Չինաստան, Եվրոպա, բոլորը ասում է, ժողովուրդ ջան, ամբողջ աշխարհը մի կողմ, Նիկոլ Փաշինյանը մի կողմ։ Լավ, մի հատ դուք ինչ որ ասեցիք, ասում եք թե ինչու ոչ, հա, այսպես ասած, բայց չեք ասում լուծումները։ Նախ դուք ասեցիք, եթե, հա, մենք համագործակցում ենք Միացյալ Նահանգների հետ, այսինքն Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ է համագործակցում։ Այդ տեսանկյունով ուրեմն Հունաստանն էլ չպետք է համագործակցի Միացյալ Նահանգների հետ, ասի գիտեք, իշքա Թուրքիայի հետ է համագործակցում։ Չեք կարծում, որ սա չափազանցված է։ Ոչ, մի ձև կա, որպեսզի Հայաստանը այդ խնդիրները չունենար։ Եթե Հայաստանը հայտ ներկայացներ ոչ թե Շանհայի համագործակցության կազմակերպությանը, այլ Եվրամիությանը, պարտադիր չի թե քանի տարում մենք դրա անդամ կդառնանք, 5 տարում 10 թե 20։ Առաջի քայլը անելու դեպքում առաջի բանն ասում ես, հարգելիներս, մեզ համար անվտանգությունը առաջնային է։ Դրա համար խնդրում ենք հաշվի առնելով, որ նաև Եվրամիությունը այսօր փորձում է իր ուրույն անվտանգային համակարգը ունենա, որը բավական ճկուն է, որովհետև եթե որ առաջացավ որոշակի տարաձայնություններ Միացյալ Նահանգների հետ, այդ դեպքում իրանք մտածեցին եվրոպական անվտանգության հարցը լուծել։ Բավական լուրջ դերակատարություն ստանձնեց Մեծ Բրիտանիան, որը Եվրամիության անդամ չի, ՆԱՏՕ-ի անդամ է։ Ֆրանսիա, Գերմանիա, դրան գումարվեցին նաև այդ կամավորները, որոնք հավաքագրվեցին եվրոպական անվտանգությանը օգնել, նաև Կանադան, նաև Ավստրալիա, Նոր Զելանդիա, որոնք Անզյուսի ռազմական բլոկի անդամ են, Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Չեզոք, Ավստրիա, այսինքն
Հիմա նոր անվտանգային համակարգ է Եվրոպայում։ Դիմել Եվրոպային, որ ցանկանում եմ լինել քո տնտեսական միության անդամ, ավտոմատ կերպով նշանակում է ապահովեք մեր անվտանգային երաշխիքը։ Այդ ժամանակ դու լինում ես այդ ընտանիքի անդամ, այդ համակեցության կանոններով ես ապրում։ Նույն հաջողությամբ դու կարող ես շատ լավ հարաբերություններ ունենաս Միացյալ Նահանգների հետ, բայց դա անձի հետ է կապված։ Վաղը Թրամփը չլինի, ուրիշը լինի, կարող է խնդիր առաջանա։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Թրամփից առաջվա ադմինիստրացիան որևէ հետաքրքրություն չուներ խաղաղության խաչմերուկի նկատմամբ, այդ Թրամփը ունեցավ։ Իսկ եթե հաջորդը չունենա, իսկ եթե դու Եվրամիության անդամ ես, այդ ընտանիքի անդամ ես, քո անվտանգության խնդիրն էլ է լուծվում։ Մենք Հունաստանի մասին ենք խոսում, բայց Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, Թուրքիան էլ է ՆԱՏՕ-ի անդամ։ Այսինքն գոնե համենայն դեպս, եթե ուրիշ ոչինչ չլի ուրիշներին կարգի հրավիրելու, ՆԱՏՕ-ն գոնե զսպում, հա, Եվրամիությունը զսպում է, եվրոպական երկրները, որոնք երկու համաշխարհային պատերազմ են նախաձեռնել, գոնե Եվրոպայում իրար չուտեն։ Այսինքն գոնե զսպող մեխանիզմներ կա իրենց Դե համար։ մենք էլ ենք Եթե գոնե կանչում զսպող մեխանիզմ։ որը Տրամպը Բայց Տրամփը ոնց է զսպող մեխանիզմ, ասում անվտանգության ոչ մի բան մեզ չի տվել, դուք բայց ասում երբ եք որ զսպող։ շահեր ունենա մեր հետ, գործակցի մեր հետ, կամաց կստեղծվի։ Երկրորդն էլ այդ բոլոր երկրները, որոնք դուք նշեցիք, ոչ մեկը Հայաստանի կարգավիճակի մեջ չի։ Հայաստանը լուրջ կախվածություն ունի Ռուսաստանից։ Ռուսաստանի terror-ի մեջ է ապրում, ամեն օր terror է կատարվում Ռուսաստանի կողմից, շրջափակման մեջ, ոչ մեկը համեմատելի չի, պարոն Անթինյան, Հայաստանի հետ։ Հիմա այսպես նայենք, մենք ուզում ենք Ռուսաստանից ազատվենք, չենք կարողանում, թե չենք ուզում ազատվել։ Վախենում ենք միանգամից ազատվենք։ Այ Թե փուլա մենք շահերից ելնելով, որ Ռուսաստանը ավելի շահեկան է գնալ Պուտինի ոտքերը ընկնել, մենք բացատրում ենք, որ մենք ուրիշ տարբերակ չունենք։ Երբ որ 99 թվականին Վրաստանն ու Ադրբեջանը հապկից դուրս եկան, ի՞նչ տեղի ունեցավ։ Բայց մենք այդ ճանապարհները չունենք։ Որ ճանապարհը չունենք։ Այսօր Վրաստանը փակել է Հայաստանի հետ, կարելի ասել սահմանը, չի թողնում, որ բեռնատարները անցնեն։ Իրանում պատերազմ, Վրաստանում փակ ճանապարհ։ Հա, բայց մենք Վրաստանի հետ նույն շահերի գծի մեջ ենք, հիմա բան չի թողնում։ Վրաստանը Ռուսաստանի ազդեցության տակ է այս պահին։ Մենք էլ։ Ոնց է իմ հարցը սա է, ոնց եք ուզում, որ մենք միանգամից դուրս գանք, հա, հանգարց չդիտվի, որ սա պաշտպանություն է։ Չէ, մի րոպե։ Հիմա մի րոպե, ասեք միանգամից դուրս գանք։ Երբ որ 2004 թվականին բացատրում էին, որ չի կարելի գույք պարտքի դիմաց տալ Ռուսաստանին, երբ որ չի կարելի ռազմավարական օբյեկտները տալ Ռուսաստանին, որովհետև դա դառնալու է քաղաքական լծակ մեր դեմ, այդ ժամանակ ասում են մենք Ռուսաստանից կախված էինք։ Բայց այսքան տարի ինչքան այդ հարցը բարձրացնում ենք, ասում են ավելի ենք կախված, հենց բարձրացնում ենք, ասում են ավելի ենք կախված, բա մենք ինչի՞ չենք գնում այն ճանապարհով, որ այդ կախվածությունը պակասացնենք։ Երբ ենք մենք այդ դա Տրամպի ճանապարհը այդ ճանապարհը չի։ Տրամպի ճանապարհը դեռ պետք է կյանքի կոչվի, որ այդ ճանապարհը դառնա։ Բացի դրանից, եթե ուշադրություն դարձրել եք այդ Տրամպի ճանապարհը սարքելու ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը բացատրում էր դա ինչքան կարևոր ճանապարհ է, ասում էր ինչպես Ադրբեջանի մայր տարածքը կկապվի Նախճեվանի հետ, այնպես էլ Հայաստանը Սյունիքով կկապվի Արարատի մարզի հետ, այսինքն Հայաստանն էլ Հայաստանի հետ։ Եվ ընդամենը վերջերս ասես բա գիտեք, քանի որ այդ ճանապարհը երկաթգիծը Ռուսաստանի ձեռքին է, թրիփի մեր դաշնակիցները դեմ են եւ չեն ցանկանում այդ ճանապարհը շարունակել մտնի Արարատ։ Ի սկզբանե մենք գիտեինք, որ դա չի լինելու ու չի էլ արվելու դա։ Բայց դա մեզ ներկայացնում է, թե ինչ գայթակղիչ է, ինչպես իրանք կօգտվեն մեր ճանապարհից, այնպես էլ մենք կօգտվենք այդ մյուս ճանապարհից։ Բայց դա մի խնդիր կա։ Դոնալդ Տրամփը վաղը չի լինի նախագահ, բայց նա կշարունակի Ադրբեջանի հետ գործընկերությունը որպես բիզնեսմեն։ Այսինքն իր համար կոնկրետ անձի համար իր գործընկերը մնում է Ադրբեջանը, որովհետև Ալիևը դիկտատորը նա հավերժ կմնա, ինչքան ուզենա, իր համար շատ ձեռնտու է։ Իրան պետք չի որ Պուտինը կործանվի, որովհետև եթե Պուտինը կործանվեց, ինքը նախագահ չեղավ, ինքը չի կարող Ռուսաստանի հետ աշխատի, բա որ Պուտինի տեղը ուրիշ է գա։ Իրան հարմար է, որպեսզի լինի դիկտատոր, որին այսօր ինքը Ուկրաինայի հաշվին ծառայություն մատուցի։ Այսինքն մենք ում հետ ենք կապում դա։ Ես դա եմ ասում։ Մենք Ամերիկայի հետ չենք պայմանավորվել։ Եթե մենք Ամերիկան ու Տրամպը նույնացնենք, ուրեմն մենք չենք պատկերացնում, թե Ամերիկայում ինչա կատարվում։
Լավ, դե գիտեք ինչ կա, ժամանակին միջև Տրամպին ընտրվելը 90% հայ վերլուծականներ ասում էին Տրամպը չի ընտրվի, անգամ գառատներ էին տալի, պարզվեց, որ իրանք լավ չէին պատկերացնում ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում։ Անցնենք առաջ, դուք միացել եք Գուրգեն Սիմոնյանին։ Ինչու։ Մի շատ բարձ պատճառով։ Այն ծրագիրը, որը ես պատկերացնում էի անեմ, ես ցանկանում եմ որ դաշինք ստեղծենք, այդ ծրագրով մասնակցենք, այդ ընթացքում այդ կուսակցությունը այն ծրագրով, որով ցանկանում էր մասնակցել ընտրությանը, առնվազն համարեցի անիմաստ, որ մենք մասնակցենք ու մրցակցենք, եթե նույն բանից ենք խոսելու։ Կուսակցությունը որոշակի քայլեր արել էր, բավական լավ վարկանիշ ուներ նորաստեղծ կուսակցության համար, բավական զարմանալիորեն լավ վարկանիշ, եւ այդ էլ ես էլ եմ իմ անձնական ուսումնասիրություններն արել, որովհետեւ մարդիկ սովորաբար թերահավատորեն են մոտենում նոր կուսակցությանն, ասում են այս 100 կա, մի հատ էլ 101-ը ինչ իմաստ ունի, բայց հաշվի առնելով որ շատ են ձանձրացել եւ իշխանություններից եւ նախկիններից ռուսամետ իշխանությունից ոնց որ իրանք դրա կարիք հզգային, դրա պակաս հզգային եւ դրա համար շատ ավելի արագ տեմպերով այդ կուսակցությունը հարգանք վայելեց հասարակության մոտ։ Ես էլ մտածեցի իմ համեստ ուժերի ներածի չափով աջակցեմ իրանց ծրագրերին եւ միասին մասնակցենք ընտրություններին։ Բայց դուք կուսակցական չդարձաք, ես ճիշտ եմ հասկանում։ Ոչ, ես կուսակցական չդարձա, չեմ էլ դառնա, դրա կարիքը ուղղակի չեմ տեսնում այս պարագայում, որովհետև այն խնդիրները, որոնք ես պատկերացնում եմ, այն կարմիր գծերը, որոնք երկուսիս համար էլ կա, ես դրանք ասել եմ, որ սա ինձ համար սա է, մենք այդ հարցում եկել ենք համաձայնության։ Բայց ասենք կուսակցությունը կարող է շատ ավելի ծրագրային շատ ավելի խնդիրներ ունենա, որը որ ասենք ես դրա մեջ ուղղակի չմտնեմ, նաև ժամանակի առումով որևէ ձևով դա չեմ կարող դրա մեջ ներգրավել։ Ավելի լավ է մենք համագործակցենք այն հարցերի հետ կապված, իսկ падգամավորը, որը մտնում է խորհրդարան, падգամավորը դա կուսակցության ծրագիր չի կյանքի կոչում, մեր սահմանադրության 94-րդ հոդվածը ասում է падգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով եւ առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով։ Իմ խիղճն ու համոզմունքն ասել է գաղափարակից մարդկանց հետ միանալ եւ գնալ մասնակցել ընտրությունների։ Իսկ այդ կարմիր գծերից մեկը, որ մենք պատկերացնում ենք Հայաստանի ապագան Եվրամիության կազմում, մյուսը, որ այս ընտրությունների ընթացքում ինչքան էլ ձայն ստանանք չենք միանալու ոչ իշխանությանը, ոչ նախկին իշխանություններին կամ առհասարակ ռուսամետ թևին, այսինքն կստանանք մեծամասնություն, մենք կառավարություն կձևավորենք, մեր ծրագիրը կանենք, չենք ստանա, ինչքան ձայն կստանանք, այդ ձայներին տեր կկանգնենք այդ ժողովրդի ձայներին եւ կգնանք խորհրդարան եւ կպայքարենք այն ծրագրերի համար, որը մենք ենք պատկերացնում, այլ ոչ թե ինչ որ մեկին կմիանանք մի քանի նախարարական պորտվելի համար։ Այսինքն կոալիցիա բացառվում է։ Բացառվում է եւ նախընտրական եւ հետընտրական։ Իսկ շնորհապետական կուսակցությունը գաղափարական ինչ նոր մոտեցում է առաջարկում, որը որ չի առաջարկում, արդեն հաշիվը ճիշտ ասած կորցրել եմ, քանի հատ կուսակցություն կա Հայաստանում, բայց կարծեմ 100-ից ավել։ Ինչը որ չի առաջարկում մնացած այդ 100 կուսակցությունները։ Լավ կլինի շնորհապետական կուսակցության ծրագրերի հետ կապված հարցնեք կուսակցության ղեկավար կազմին, որտեղ իրանք են այդ գաղափարախոսությունը առաջ տանողները։ Ես ասացի, որ մեր համագործակցությունը խորհրդարանի հետ կապված կուսակցական ընտրացուցակով մասնակցելու մասին է։ Կոռեկտ չի լինի, որ ես տնեմ կուսակցության գաղափարախոսության կամ ծրագրերի մասին խոսեմ։ Շատ լավ։ Վերջում էլ պարոն Անտինյան, եկեք զրուցենք մի քիչ հոգևոր ճգնաժամի մասին։ Ես կխնդրեմ, որ դուք հայտնեք ձեր կարծիքը, ինչ կարծիք ունեք Գարեգին Բեի եւ իշխանության այս ճգնաժամի մասին, հա, այսպես ձևակերպենք։ Մեր մոտ ճգնաժամը նոր չի ստեղծվել, մեր ճգնաժամը խորքային է, որտեղ խորհրդային միության փլուզումից հետո մենք շանս ստացանք, որ մեր եկեղեցին այդ դուրս գա այդ պատյանից, որը որ խորհրդային միությունում պետք է որոշեին, թե Հայաստանում ամենայն հայոց կաթողիկոսը ով պետք է լինի, եւ այս պարագայում հազիվ մենք հնարավորություն ունեինք ընտրություններով ճիշտ ընտրություն կատարեինք եւ ժողովրդին էնել աշխարհիկ աթեիստական խորհրդային միությունից հետո մոտեցնեինք Աստծուն, բայց ինչ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանը բառից բուն իմաստով նշանակեց Գարեգին առաջինին։
ասեց, որ ինքը պետք է լինի եւ ինքը կմիավորի մեր երկու թևը, իհարկե չմիավորեց, թեպետ ինքը մտավորական մարդ էր, շատ լուրջ անձնավորություն, բայց իր առաքելությունը չկատարեց, պարզապես եղավ իշխանության կողմից նշանակված։ Գարեգին երկրորդին էլ նշանակեցին Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Վազգեն Սարգսյանի կոշտ միջամտությամբ, որի պարագայում մենք հետո հիմա զարմանում ենք, որ ժողովուրդը ինչի է այսքան նյութապաշտ։ Այսինքն խորհրդային միության ժամանակ Աստծուց հեռացել էին, հիմա Աստծուն մոտեցել են, այս մարդիկ Աստծո սպասավորները դրան նպաստում են իրանց վարկով, իրանց կեցվածքով։ Այդ իսկ պատճառով ներքաշվեցին ընտրության մեջ նախորդ իշխանությունների ժամանակ Գարեգին երկրորդը ուղղակի իշխանության մաս էր կազմում, պաշտոնների էին մարդկանց նշանակում, բիզնեսներով էին զբաղվում, տենդերներ էին ստանում շինարարական, մարզերում էին թեմի առաջնորդները հարցեր լուծում մարզերում, իհարկե դա խայտառակություն էր։ Հիմա բայց մյուս երկրորդ խայտառակությունն էլ իշխանության այս կոշտ միջամտությունն է եկեղեցու գործերին, անունը դնելով, որ մենք այդ վատ մարդկանց դեմ ենք պայքարում, բայց իրականում գերազանցում ես քու լիազորությունները աշխարհիկ պետությունում խառնվեց նրանց գործերի մեջ։ Իհարկե մեզ համար այսօր շատ վատ է, որ եկեղեցին արբիտրի իր դերը չունի, հենց եկեղեցու բարձրաստիճան սպասավորների պատճառով, որ իրանց կերպարով հասարակության համար այդ հեղինակությունը չունեն, բայց ոչ պակաս վատ է, որ վարչապետը ցանկանա ինքը իր ազդեցության տակ վերցնի, պարակտի, այնտեղ մարդիկ իրակում քաշի եւ իմիջայլոց չես կարող դու ազնվության համար պայքարես, բայց ամենակոռումպացված բարձրաստիճան հոգևորականներին հավաքես, հանես նրանց դեմը դնես կոմպրոմատները եւ ասես դուք այս սրիկա հանցագործներն եք, որպեսզի ես այդ ամեն ինչը ջրիերես չհանեմ, դուք պետք է հանցնեք իմ կողմը։ Այդ մարդկանցով, որը Հայաստանում բոլորը հրաշալի ճանաչում են, այսինքն եթե մենք ուզենանք կոռումպացվածության էտալոն վերցնենք ցույց տանք, դա ցույց կտանք arczepiskopos Նավասադ Կճոյանին եւ Կճոյանի հետ բարենորոգել եկեղեցին, դա ուղղակի խայտառակություն է։ Իսկ այն որ Գարեգին երկրորդը իր տեղում չէ, դա նոր չի, որ ես այդ մասին ասել եմ, բայց ես չեմ միանում այդ քայլերին ոչ եկեղեցու ակտիվության ընդդեմ իշխանության, ոչ իշխանության ակտիվության ընդդեմ եկեղեցության, որտեղ ես համարում եմ երկուսն էլ իրար արժեն եւ ոչ մեկը չի պայքարում արդարության կամ վեհ արժեքների համար։ Դրա համար ես չեմ համարում, որ այս կողմն է ճիշտ, թե այն կողմը, երկու կողմն է սխալ է։ Բայց արանքում ժողովուրդն է դուժում։ Իհարկե։ Իսկ այս հարցի ճիշտ լուծումը ո՞նց է լինելու։ Ես ասեցի, չլսեցին։ Ես ասի, որ առողջական պատճառով կարող էր նաև իր պաշտոնին հրաժարական տալ Գարեգին երկրորդը, այն պահին, որ ուղակի ցույց տար, որ դա ոչ թե ճնշման տակ ինքը գնաց, այլ պարզապես ուղակի ինքը առողջական խնդիրների պատճառով գնաց, բայց դե մերոնք այտենց բանի չեն գնում։ Նման պրակտիկան շատ հազվադեպ է եղել նաև Հռոմի պապերի հետ կապված, համարյա 3 դեպք ա եղել, իսկ մյուսները հարյուրավոր տարիներ առաջ, բայց Բենեդիկտոս 16-րդը իրան նման շքեղություն թույլ տվեց եւ կանգնեց ասեց, ես ավելի լավ է մի կողմ քաշվեմ, ավելի երիտասարդը կամ ավելի առողջական խնդիրներ չունեցողը ինքը շարունակի եւ դրանից իր հեղինակությունը հաստատ չպակասեց։ Իսկ մեր մոտ դե տենց պատիվի մենք չենք կարող արժանանալ, աթոռը մեր մոտ թանկ է, կապ չունի աշխարհիկ թե հոգևոր աթոռը, բայց այնուամենայնիվ մենք ունենք այդ խնդիրը։ Այսօր թե թմրանյութերի հետ կապված ինչ խայտառակ վիճակա դպրոցներում, այսօր երիտասարդները ինչա կատարվում, այսօր այս ագրեսիվ որ ցանկացած խոսքի համար իրար տալիս սպանում են, այսօր այս մթնոլորտը նյութապաշտության ինչա կատարվում, իշխանության կողմից չի կանխվում, որովհետև իրանք լավ օրինակ չեն, լավից լավ է իշխանությունը չի, որը ինքը մենք իրանք ցույց տանք ու ասենք այ ժողովուրդ պետքա ձգտել այսպեսին ելնել եւ մենք ընդհանրապես արբիտր չունենք։ Մի հատ մտավորական չկա, որ մեկը կանգնի, ասի ժողովուրդ հանդարտվեք, երկու կողմն էլ լռի։ Պարբերաբար օրինակ են բերում, ասում Հովհաննես Թումանյանը ազգերին էր խաղաղացնում։ Ինքը այնքան հեղինակություն էր գնում, ասում էր, ինչ եք իրար ուտում, ասում են մի րոպե Հովհաննես Թումանյանն է եկել, սստվում էին բոլորը, վրացի լինի, ադրբեջանցի լինի, հայ լինի։ Իսկ այսօր մենք Հայաստանում ունենք որևէ մտավորական, որը կկարողանա Հայաստանում հայաստանցիներին ասի լամյաց սպասեք, տեսնեք ինչ ենք անում, ոչ դա ունենք, ոչ անվանի գիտնական ունենք, ոչ եկեղեցի ունենք, բայց ինչ ենք անում։ Այս բոլոր արժեքները ոտատակ տալով, ուզում ենք որ ինչ պետություն ունենանք։
Պարոն Անտինյան, ճիշտ է, հարցերը շատ են, բայց իրանական թեման, այն որ ասում եմ, մեծ մասը մեր հաղորդման ժամանակահատվածի կլանեց իր ուղղությամբ, ես հույս ունենամ, որ հետագայում նորից ձեզ կտեսնեմ իմ հաղորդմանը եւ կարողանանք մանրամասն արդեն զրուցել ընտրություններից։ Այսօր մեր հաղորդումը ավարտվեց։ Ես շնորհակալ եմ, որ դուք ընդունեցիք իմ հրավերը։ Իմ հյուրն էր Էդվարդ Անտինյանը։ Շնորհակալություն, եթե դուք ինչ-որ բան ունեք ավելացնելու, պարոն Անտինյան։ Լավ մնացեք, շնորհակալություն, կարծում եմ, եթե մեր հարցազրույցը հանրությանը հետաքրքրի, իհարկե ելի կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ նույնպես։ Շնորհակալություն, հաջողություն։